Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Ես կինեմատոգրաֆը համարում եմ առավել կարևոր քան օդագնացությունը եւ պարոտը։ Կինեմատոգրաֆը նոր դարաշրջանի սկիզբն է եւ կոչված է մեծագույն դերակատարում ունենալու։ Մենք համաձայն ենք ռուս գրականության արծաթե դարում հնչած այս մտքի հետ եւ պատրաստվում ենք մեծագույն դերակատարում ունենալ առաջիկա րոպեների ձեր հաճելի ժամանց ապահովելու գործում։ Մայստրո Երվանդ Երզնկյանը իր նվագախմբի հետ այստեղ է։ Բարի երեկո, եթերում կինոն է։ Հարմար տեղավորվեք, սեանսը սկսվում է։ Տեսնենք, թե ինչ են կարևորում կինեմատոգրաֆում մեր այսօրվա մասնակիցները։ Կինոյի իմ այսօրվա հյուրերն են Սամվել Հովակիմյան, Լիլի Հակոբյան, Գալուստ Հովանիսյան։ Բարի երեկո։ Բարի երեկո։ Սամվել մասնագիտությամբ փրկարար եք։ Այո։ Բայց նաև իմացա, որ ունեք նախասիրություններ եւ հետաքրքրվում եք պրոֆեսիոնալ երգարվեստով։ Միանշանակ։ Շատ բարի, որպես փրկարար, ինչ երգ կերգեիք հայ կինոն փրկելու համար։ Սիրով կկատարեի Սելեն Դիոնի My Heart Will Go On երգը, բայց այդքան դիապազոն շատ մեծ չունեմ, բայց կարամ ինչ-որ մի հատ հատված, մի հատ երգի, բայց որը որ կապ չունի կինոյի հետ, այդպես երգեմ։ Խնդրեմ։ Some people got real problems, some people live alone, some people feel like sell them, Lord heavens above. Bravo. Լիլի մասնագիտությամբ դերասանուհի եք։ Այո։ Ես շատ ուրախ եմ ձեզ որպես գործընկեր տեսնելու իմ տաղավարում։ Իհարկե ես այսօր չեմ առաջարկի, որպեսզի դուք փայլեք ձեր դերասանական խաղով։ Ես կուզեմ, որ փայլեք կինո իմացությամբ եւ որպես դերասանուհի որ ֆիլմում կուզեիք նկարահանված լինել։ Քվենտին Տարանտինոյի Kill Bill ֆիլմում։ Ումա Թուրմանի դերում։ Այո, միանշանակ։ Ինքներդ սպանել։ Բոլորին էսպես։ Ես արդեն տեսնում եմ դա։ Դե։ Հիանալի է, կարծում եմ, որ դեռ մի օր Տարանտինոն կտեսնի։ Ես էլ եմ հույսով։ Եվ ինչպես պատմությունն եմ սիրում, որ 10 տարի առաջ Քվենտին Տարանտինոն մոտենում է Ումա Թուրմանին եւ ասում է դու մի օր Բիլին սպանելու ես եւ դրանից հետո անցնում է 10 տարի ու նա նոր անում է առաջարկությունը տվյալ ֆիլմի։ Վաու։ Տեսնես իմ դեպքում ինչպես կլինի։ Կպատմեք հաջորդ անգամ, երբ որ մեր տաղավարում լինեք։ Գալուս դուք մասնագիտությամբ շինարար եք։ Այո։ Ուրախ եմ ձեզ տեսնել այստեղ եւ հետաքրքիր է կառուցողականությունը, որքանով ունի դերակատարում կինոյում, այսինքն ձեր մասնագիտությունը եւ կինոն ինչպես են իրար հետ Իմ համակցվում։ կարծիքով դա առավելապես կապված է դեկորացիաների ճիշտ ընտրության ու գեղեցիկ կադր ստանալու հետ։ Այսինքն ֆիլմը երբ որ դուք դիտում եք, նախ դիտում եք նկարչական աշխատանք։ Ամեն դեպքում այո։ Ամեն դեպքում այդպես է։ Շատ բարի։ Իսկ ֆանտաստիկայի ժանր եք սիրում, իրական պատմություններ։ Ֆանտաստիկա ավելի շատ։ Ավելի շատ ֆանտաստիկա եք սիրում։ Շատ բարի։ Ես կարծում եմ, որ մեր այսօրվա կինո պնակը բավականին հարուստ է տարբեր գույներով եւ երանգներով, որովհետեւ մենք միասին խաղալու ենք կինո գուշակելու ենք աշխարհի բոլոր ֆիլմերն ու մուլտֆիլմերը, ինչպես նաեւ սերիալները։ Առաջին փուլում ֆիլմերը դուք եք ընտրում հարցերի բազայից, երկրորդ փուլում ֆիլմերը ներկայացնում ենք էմոջիների տեսքով։ Իսկ երրորդում ձեզ համար պատրաստել ենք մանկական լուսանկարներ, թաքնված հուշող տրամաբանությամբ կապված եւ առցանց գեներացված կադրեր։ Այս ճանապարհի ամենահաջողակ մասնակիցն էլ կհայտնվի սուպեր խաղում։ Նախքան մրցութային մասին անցնելը պետք է պարզենք, թե ով է սկսելու առաջին փուլը եւ դա անելու ենք հատուկ հարցի միջոցով, որի պատասխանը ստույգ թիվ է։ Դուք հարցը լսելուց հետո ունեք 20 վայրկյան ժամանակ ձեր առջև դրված թղթերի վրա գրելու պատասխանի ձեր տարբերակը կհաղթի նա, ում պատասխանը առավել մոտ է ճիշտ պատասխանին։ Եվ այսպես ուշադրություն
Հարցը. Դերասան Դենի Տրեհոն, որին կհիշեք Մաչետեի կերպարով, որպես կանոն ֆիլմերում բացասական դերեր է խաղում։ Դերասանն ունի մի սկզբունք. իր կերտած հակահերոսները ֆիլմի վերջում պիտի սպանվեն։ Եվ այսպես հարցը. քանի անգամ է էկրանային իմաստով մահացել Դենի Տրեհոն։ 20 վայրկյան։ Գրիչը ձերն է, թղթերը ձերն են, քանի անգամ ուզում եք կարող եք սպանել նրան։ Էկրանային իմաստով։ Արդեն եթե գրել եք, մենք կարիք չունենք սպասելու ժամանակի ավարտին, թեպետ այն այսպես թեպետ, ավարտվեց, խնդրեմ Սամվել։ 75 75 կարծում է Սամվելը, Լիլի 18 անգամ կարծում է Լիլին Ինձ թվում է 33։ եւ 33 կարծում է Գալուստը։ Հաղթում է Սամվելը, որովհետև իրական պատասխանն է 65 եւ դուք եք առավել մոտ ճիշտ պատասխանին այս պարագայում։ Շնորհավորում եմ Սամվել, առաջին փուլը սկսելու եք դուք, բայց մինչ այդ լարում ենք լսողությունը, սրում ենք տեսողությունը, թարմացնում ենք հիշողությունը։ Մուխթար, Քերրիքուչի, Պլուտո, մենք խաղում ենք կինո։ Առաջին փուլ, 15 ֆիլմ, 3 անվանակարգ, գուշակելու 3 եղանակ։ Դուք եք ընտրում դիտել հատված ֆիլմից, լսել հատված ֆիլմում հնչող երաժշտությունից կամ փորձում եք վերծանել պաստառը։ Այսօրվա անվանակարգերում դիտելու ենք դրվագներ Հարություն Մովսիսյանի մասնակցությամբ ֆիլմերից, լսելու ենք սաունդթրեքեր առանց Հարություն Մովսիսյանի մասնակցությամբ ֆիլմերից, իսկ պաստառներում պատկերված ֆիլմերի հեղինակը, սցենարիստը, ռեժիսորը եւ պրոդյուսերը Հարություն Մովսիսյանը չէ, այլ Լյուկ Բեսոնը։ Եվ հետևաբար ըստ հարցերի բարդության նաև միավորներն են տարբեր։ Սամվել, դուք եք սկսում առաջին փուլը, բայց պատասխանի հնարավորությունը տրված է 3-ից էլ։ Ճիշտ պատասխանի պարագայում կվաստակեք համապատասխան միավորը, սխալ պատասխանի դեպքում 1 քայլ բաց եք թողնում խաղը։ Ծափահարությունները ի նշան հաջողության ձեզ սիրելի մասնակիցներ։ Սամվել, խնդրեմ, ընտրեք ինչպես եք գուշակելու։ Լյուկ Բիսոն 40 Լյուկ Բեսոն 40 միավոր, խնդրեմ։ Սամվել Jason Statham-նա Перевозчик Տեսնենք։ Բրավո, տեղափոխողը, ճիշտ է։ Շարունակեք։ Լյուկ Բիսոն Լյուկ Բեսոն 50 50 միավոր։ Թակավոր Անունը Արտուր, թակավոր Արտուր։ Ճիշտ եմ։ Անունը ճիշտ է։ Թակավորը եւ ովքեր։ Նո այդ թակավորի անունով հերոսը եւ Այնքան շուտ եմ նայել այս մուլտֆիլմը։ Չեմ հիշի sense Արտուր, բայց Արտուր թակավորը, հա, հենց Ավաղ չեմ կարող ընդունել, Սամվել ներողություն եմ խնդրում, Արթուրը եւ Մինիպուտները։ Խնդրեմ, թակավորական անուն ունի, բայց հաստատ չի հիշի։ Այո, 1 քայլ բաց եք թողնում եւ այս պարագայում ձեր միավորները հավասար են 2-ին դիտել 0։ Լիլի, խնդրեմ։ Շարունակենք Լյուկ Բեսոնը, երևի թե 30 միավորը։ Եվ հայտնվեց, խնդրեմ։ Ես էի։ Այո։ Լյուսի։ Լիլին ասաց Լյուսի, տեսնենք։ Այո։ Եվ իհարկե ճիշտ է Լիլին։ Բրավո։ Սամվել, վերադառնում եք խաղ։ Լիլի, շարունակեք։ Լյուկ Բեսոն 10 միավոր։ Լյուկ Բեսոն 10 միավոր։ Գալուստ։ Տաքսի։ Տեսնենք։ Այո, տաքսի 2-ը։ Եվ եկեք Լյուկ Բեսոնի 20 միավորը։ Լյուկ Բեսոնի 20 միավորով։ Պյատե էլեմենտ։ Սամվել։ Տեսնենք։ Իհարկե, 5-րդ տարը։ Շարունակեք։ Հարություն Մովսիսյան 40։ Ահա, հասանք Հարություն Մովսիսյանին։
Հարություն Մովսիսյան 40 Գալուս Որոգայթ հենց Հարությունին տեսնում եք մենք ֆիլմը, սերիալը չէ։ Ավաղ ոչ Սուրբը Օ, Ահա Միքայել բացեք թողնում Գալուս Լիլի դուք եք ընտրում ձեր միավորներն են ցածր Հարություն Մովսիսյան 40-ը եղել է 50 այդ դեպքում 50 Վարտլայի բարդեզիդ մեջ պուսնեի Վարտլայի բարդեզիդ մեջ պուսնեի Ամեն արդու վարդ երեսիդ բացվեի Ամեն արդու վարդ երեսիդ բացվեի Մեկ ծերքիդ մեջ կինի Մյուսալ ծաղիկ Մեկ ծերքիդ մեջ կինի Մյուսալ ծաղիկ Բազություն Ահա Հարություն Մովսիսյանը Այո Պատկերացրեք Ախ ինչ լավ է Բայց ինչ որ իմաստով դրական բան կա Գիտեք որ չեք ուշակում դեռ Ուղղակի կարանք պարենք ինձ թվում Խնդրեմ, մենք տվեցինք հնարավորություն մեր հայ երգիչներին եւս մեկ հին լավ հայկական երգիչելու նոր գործիքավորման հանդես գալու ջերմակ անուրջներից էր Ջերմակ անուրջները ոչ մեկիդ միավոր չբերեց, բայց Գալուստ դուք վերադարձաք խաղ եւ դուք էլ ընտրում եք ինչպես գուշակել Առանց Հարություն Մովսիսյանի 20 միավոր։ Առանց Հարություն Մովսիսյանի 20 միավոր Mortal Kombat Այո, մահացու ճակատամարտ, ճիշտ է Լիլի շարունակեք Առանց Հարություն Մովսիսյանի 50 միավոր Առանց Հարություն Մովսիսյանի 50 միավոր Աղմուկ բարձրացած ֆիլմ էր, նույնիսկ մի հին երգ կար, որը շատ ակտիվ հիմա բոլոր տեղերում պարում են, շատ հեռու մի փնտրեք Որ երգն են հիմա բոլոր տեղերը պարում Ու ինչ սերիալ էր, որ բում արեց И снова седая ночь Ահա Եվ սերիալի անունը Ամեն ինչ ասել եմ արդեն Սամվել Մնում էր նկարվեի այդ սերիալում, այդքան ամեն ինչ ասեցի 3, 2, 1 Չէ Դուք կարող եք ձեր տղամարդկային խոսք ասել Սլովը պացանայի մասին, ինչի արտահայտեցիք Տղայի խոսքը, արյուն ասֆալտի վրա Ավաղ Մեկ քայլ բաց եք թողնում, գալուս ձերն է ցածր միավորները, դուք եք ընտրում ինչպես գուշակել Առանց Հարություն Մովսիսյանի 10 միավոր 10 միավոր, խնդրեմ, առանց Հարություն Մովսիսյանի Լիլի Կնքահայրը Ճիշտ է, կնքահայրը Սամվել վերադառնում եք խաղ, Լիլի շարունակեք Շարունակենք առանց Հարություն Մովսիսյանի 30 միավորը 30-ը, խնդրեմ Լիլի Agent 007 Mission Impossible Ավաղ Լիլի ճիշտ էր պատասխանը, ճիշտ պատասխանն էր Սամվելինը Այս պարագայում ոչ դուք եք միավոր վաստակում ոչ դուք Սամվել Ես Միքայել Լիլի մեկ հարց բաց եք թողնում Խաղը գալուստ կրկին ընտրում եք դուք Հարություն Մովսիսյան 10 միավոր Հարություն Մովսիսյան 10 միավոր Կիքորը Այո, իհարկե Լիլի վերադարձեք Շարունակեք Շարունակեցինք Հարություն Մովսիսյան 20 միավոր Հարություն Մովսիսյան 20 միավոր Գալուստ Թորիկը Այո, ֆիլմի վերնագիրը Կտորմը երկինք Կտորմը երկինք, ճիշտ է Շարունակեք Եվ Հարություն Մովսիսյան 30 միավոր Եվ Հարություն Մովսիսյան 30 միավոր Ես սպասում եի որոգայթ Առանց դրա անհնար էր պրոստը Որ ասում են համբերությունը կյանքը հիմա ձեր պարագայում էր Իհարկե Եվ վերջինը մնաց առանց Հարություն Մովսիսյանի որը ձեզնից յուրաքանչյուրին կարող է բերել 40 միավոր Խնդրեմ Բրիգադա
Ճիշտ է։ Եվ Լիլի վաստակում է 40 միավոր եւ ընդհանուր համագումարում 100 միավորով ինձ հետ միասին գալիս է երկրորդ փուլ 90 միավորով Սամվելն է եւ 40 միավորով Գալուստը։ Մենք երեքով էլ իրար կհանդիպենք երկրորդ փուլում առաջինի եթերում։ Ադամանդե ձեռքը ֆիլմում սովետական քաղաքացուն անվայել բարքերը եւ հերոսի հարբեցողության կադրերը չէին վրիպել գրաքննիչների աչքից։ Եվ որպեսզի այդ կադրերը չտուժեն Լեոնիդ Գայդայը որոշում է ֆիլմի ավարտին միջուկային պայթյունի տեսարան դնել, ասելով, որ դուրս կբերի տեսարանը ֆիլմից միայն այն պարագայում, եթե պահպանվեն Նիկուլինի կադրերը։ Այս փուլում ոչ մի էմոջի չի վրիպելու քննադատական մտածելակերպով մեր մասնակիցների աչքից 15 ֆիլմ նույնքան վայրկյան մտածելու համար։ Յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար կստանաք 30 միավոր, սխալ պատասխանի պարագայում 1 հարց բաց կթողնեք խաղը։ Կա ինչ-որ էմոջի, որ հաճախ եք օգտագործում։ Աշկերը փակ են, որ խնդալու երևի թե էմոջի։ Ահա, լավ։ Լիլի Որ սենց աչքերը լծված այսպես ժպտում ասած։ Այս հատվածներում ասունքները կուտակված բարձը։ Գալուս։ Ես քիչ եմ շենքեր օգտագործում շատ։ երևի։ Չես շինարարական շենքեր են։ Իմ դեպքում այո։ Երկնաքեր կարելի այդպես օգտագործել։ Շատ բարի։ Մենք օգտագործել ենք էմոջիները գաղտնագրելու համար ֆիլմեր, մուլտֆիլմեր, սերիալներ։ Երբեմն կարող է գաղտնագրված լինել ֆիլմի վերնագիրը, երբեմն կարող է սյուժետային գիծը թաքցված լինել էմոջիների ետևում։ Խնդրում եմ այս փուլին վերաբերվել այնպես, ինչպիսին որ հենց իրենք էմոջիներն են։ Շատ լուրջ մի վերաբերվեք, բայց շատ լուրջ փուլ է լրջագույնս առաջ անցնելու միավորների մեջ։ Պատրաստ եք։ Այո։ Խնդրեմ, սկսեցինք։ Ինչ ենք տեսնում։ Կարմիր վիշապ։ Բրավո։ Կարմիր վիշապը, որ ասում է շատ լուրջ պետք չի վերաբերվել։ Հաջորդը։ В поисках Немо։ Առաջին հայացքից դա է թվում։ Համաձայն եմ, բայց ոչ այնքան։ Կարծում եմ պետք էր Գալուստի սկզբունքով գուշակել ու ընդամենը կարդալ էմոջիները։ Խոսող ձուկը։ Այո, որը ձեզ միավոր չի բերում, մեկ քայլ բաց եք թողնում Լիլի։ Շարունակում ենք հաջորդը։ Ինչ ենք տեսնում։ Ամերիկայի դրոշ։ Ամերիկայի դրոշը, այո։ Սլավա Ամերիկ։ Ինչպես։ Սլավա Ամերիկ։ Փառք Ամերիկայի։ Ինչ որ մեկը ոչ մեկ չսեղմեց, ամերիկյան աստվածներն էին պատկերված այստեղ, որը ոչ մեկիդ միավոր չբերեց, բայց դուք վերադարձաք խաղ։ Լիլի, խնդրեմ հաջորդը։ Ինչ ենք տեսնում։ Սուրճ եւ ծխախոտ։ Սուրճ եւ ծխախոտ։ Իհարկե, սուրճ եւ ծխախոտ։ Ֆիլմը հիանալի է եւ նաեւ պետք է միշտ հիշել, որ ծխելը վնասակար է առողջությանը։ Այո։ Շարունակում ենք հաջորդը։ Չերչիլ։ Ճիշտ է։ Չերչիլ։ Եվ թեպետ Չերչիլը շատ սիրում էր Այո։ օգտագործել ծուխը, նորից հիշեցնում ենք, որ ծխելը վնասակար է առողջությանը։ Ու շարունակում։ Իմ սիրած ֆիլմերից եմ, իմ ֆիլմը ինչ ենք տեսնում։ Ինչ նշան է, օրինակ։ Կմախք, գրիչ։ Սովորաբար ինչի պարագայում են այդ ասում, չէ։ Հա, օրինակ։ Գրում են եւ Չէ, չգիտեմ, իմ կարծիքով պայմանագիր մահի հետ, բայց չգիտեք, ֆիլմը չեք տեսել։ Չեմ տեսել։ Մերյալ պոետների ընկերակցությունը ֆիլմներ։ Ահա։ Միքայել բաց եք թողնում Գալուստ։ Շարունակում ենք։ Լիլի։ Տիտանիկը չի։ 1900 Միգուցե դաշնակահարը։ Մոտեք 3 1900 2
Չէ, լավ չեմ կարողանում հիշել։ Լեգենդ դաշնակահարի մասին։ Ծիմրոտի մասնակցությամբ։ Այո։ Անցնում ենք առաջ, Լիլի, դուք բացեք թողնում, դուք վերադառնում եք, Ես թերանում եմ։ դուք տեղում եք, ոչ, խաղը դեռ իր ընթացքի մեջ է։ Հաջորդը։ Ափսոս։ Երկու հոգի են, Շատ ափսոս։ կամ կարող ավել, ահա։ Ջումանջի։ Ճիշտ է, իհարկե, Ջումանջի։ Լիլի վերադառնում եք խաղ, խնդրեմ հաջորդը։ Ռոբին Հուդ։ Ճիշտ է գալուս, Ռոբին Հուդ։ Հաջորդը։ Ինչ ենք տեսնում։ Երկու տարբերակ ունեմ։ Mis կանգելնիալնես։ Միս կանգենյալնես, մյուս տարբերակը ինչ է։ Տայնա սիմիրի սիստյոր։ Բայց չէ։ Ահա։ Իսկ եթե ավելի կարճ։ Հա։ Քույրերը, Ավելի պարզ։ աղջիկները, աղջիկները։ Ահա, աղջիկները։ Բա, իհարկե, ձիվչատ, աղջիկները, ճիշտ է։ Խնդրեմ հաջորդը։ 80 օր աշխարհի շուրջ։ Ճիշտ է, աշխարհի շուրջը 80 օրում։ Հաջորդը։ Դամբո։ Դամբո, տես Դամբո։ Կապիլ փղեր վանդականիշ։ 2, 1, վերջնական պատասխան։ Չունենք պատասխան։ Ջուր փղերի համար։ Մեկ հարց բացեք թողնում Սամվել։ Շարունակում ենք։ Լիլի սեղմ, ահա։ Ոստիկանական ակադեմիա։ Ճիշտ է գալուս, ոստիկանական ակադեմիա։ Լիլի, Թերանում եմ մի քիչ Սամվել դուք վերադառնում եք խաղ։ Խնդրեմ հաջորդը։ Ծաղիկ, Լուսին, Նադավ նախավերջինն է իդեպ, Լիլի սեղմեք։ Նոր ֆիլմ է։ Սեղմեք վստահ եմ տեսել եք, լսել եք այդ ֆիլմի մասին, սեղմեք կօգնեմ ձեզ։ Իսկ թվում է ես կա։ Ինչ ենք տեսնում։ Ծաղիկ, Լուսին, Ծաղիկ, լուսին, կմախ։ դանակ։ Ահա։ Ահա։ Եվ կմախ, չէ՞։ Այսինքն խոսքը գնում է ինչ-որ իմաստով գործողության մասին, որը սովորաբար անվանում են ինչ է կոչվում այդ Խարակիրի։ Չէ։ Ադուք լրիվ քիլբիլ տրամադրության։ Այո։ Խարակիրին, լավ սպանությունն է, չէ։ Սպանություն։ Ահա։ Ինչ սպանողները։ Լուսին եւ կմախ, ծաղիկ, չգիտեմ։ Նախորդ տարվա Օսկարի նոմինացված ֆիլմերից։ Նախորդ տարվա։ Լավ, ավաղ, ես փորձեցի ամեն ինչ անել։ Ծաղկի լուսնի սպանողները։ Դիկաբրիոն է խաղը։ Դիկաբրիոն, Դենիրոն։ Եվ բացեք թողնում ու վերջինն է ստացվում, խնդրեմ։ Սիրով Սրտի գազար։ Դիգած։ Իսկ եթե սովորաբար, եթե ռուսերեն, Կրասնամարկով, կարմիր։ Ոչ թե սրտի, այլ սովորաբար ինչ է խորհրդանշում։ Սիրո գազար։ Լավ, ամեն դեպքում ձեր միավորները այնպիսին են, որ ոչինչ առանձնապես չի փոխվի, դրա համար չեմ կարող ընդունել հիմա որպես ճիշտ պատասխան, բայց սեր գազար։ Ֆիլմն է, Լյուբով Մարկով։ Առանձնացնել էր պետք։ Ավելի ծանոթ հնչի ձեզ համար։ Եվ Լիլի դուք վերադառնում եք, որ ես ձեզ հրաժեշտ տամ, որովհետև ավաղ մենք չենք կարող շարունակել հաջորդ փուլը միասին։ 100 միավորով Լիլին լքում է խաղը, շնորհակալություն ձեզ խաղի համար, թող ձեր երազանքը իրականություն դառնա։ Շնորհակալություն ձեզ Սամվելի եւ Գալուստի հետ մենք արդեն կհանդիպենք երրորդ ու որոշիչ փուլում։ Հյուսիսային Իռլանդիա կատարած այսի ժամանակ Եղիսաբեթ Թագուհին այցելել էր գահերի խաղը սերիալի նկարահանման հրապարակ, որտեղ նրան առաջարկել են նստել երկաթե գահին, սակայն Թագուհին կտրուկ մերժել էր։ Իրականում նա պարզապես քաղաքավարի է գտնվել։ Միապետերն ընդունված վարքականոն ունեն, չզբաղեցնել այլ անգամ
հորինված երկրի գահը։ Երրորդ փուլում մասնակիցներից մեկը դեպի կինոյի գահը տանող ճանապարհին ստիպված է լինելու զիջել իր տեղը մյուսին, բայց բնականաբար ոչ առանց արդար կռվի։ Այս պահից սկսած հաշիվը 0-0 է։ Ստանալու եք անհատական հարցեր, յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար էլ պարգևատրվելու հավասարապես։ Նախորդ փուլերի հաշվարկով առաջատարը հիմա կորոշի, թե ով է սկսելու խաղը։ Գալուս դուք եք որոշում ով է սկսելու խաղը։ Դուք պատասխանատվությունը վերցնում եք ձեր վրա եւ կսկսեք խաղը։ Հիանալի է, եւ մենք սկսում ենք առաջին ենթափուլը, ծափահարություններով եւս մեկ անգամ ողջևորենք մեր մասնակիցներին։ Այս պահին էկրանին կհայտնվի որևէ դերասանի մանկության լուսանկար։ Դուք պետք է կռահեք, թե ում մասին է խոսքը։ Matt Damon։ Տեսնենք։ Բրավո։ Բրավո Գալուստ, Matt Damon։ Հիանալի է։ Նույն սկզբունքով Սամվել գուշակում եք դուք, խնդրեմ։ Zendaya։ Տեսնենք։ Այո։ Zendaya։ Հիանալի է, հավասար պայքար է ընթանում եւ մենք երկրորդ ենթափուլում ենք։ Էկրանին կտեսնեք կադր, բայց ոչ ամբողջական։ Պետք է գուշակել ֆիլմը եւ հայտնել, թե ինչ է թաքցված կադրում։ Կանոնները չեն պարտադրում անպայման գուշակել ֆիլմը։ Պարզապես կարող եք ասել, թե ինչ է թաքցված կինոյի տարբերանշանի տակ։ Գալուստ ձեզ համար է։ Ֆիլմը հիշում եք։ Այո։ Ինչպես էր կոչվում։ Անհայտ բաժանորդ ֆիլմն է։ Այո։ Սոս Ջանիբեկյանի Նազանի Հովանեսյանին ենք տեսնում։ Բջջային հեռախոս։ Տեսնենք։ Եվ իհարկե բջջային հեռախոս, ֆիլմի գլխավոր հերոսներից մեկը, եթե ոչ ամենագլխավորը։ Նույն սկզբունքով Սամվել գուշակում եք դուք, խնդրեմ ուշադրությունը էկրանին։ Կոշիկը։ Արցախային սիրուն։ Իհարկե, Բյուրեղապակյա։ Հիանալի է։ Եվ մենք երրորդ փուլի երրորդ ենթափուլում ենք։ Մեր թիմի արդեն կառուն ներկայացուցիչ Աբոն կամ արհեստական բանականությունը գեներացրել է մի լուսանկար, որը բնութագրում է եւ բնորոշում է որևէ ֆիլմ, մուլտֆիլմ կամ սերիալ։ Դուք պետք է ձեր մարդկային բանականությամբ կարողանաք կռահել, թե ինչ է տեսել արհեստականը։ Գալուստ հարցը ձեզ համար է։ Ուշադրություն էկրանին։ Տերմինատոր։ Բրավո։ Իհարկե, Տերմինատոր։ Եվ նույն սկզբունքով Սամվել պետք է գուշակեք դուք։ Ինչ եք տեսնում։ Ճիշտն ասած չեմ տեսնում այդ արկղի միջինը ինչ է։ Շոկոլադներ են։ Կոնֆետներ։ Ըսեք մեկ։ Նստարան։ Հետուր։ Մտածում եմ Ջոնի Դեպի շոկոլադ։ Ճանապարհ։ Գլադիատոր։ Հետուր։ Նստարան, ճանապարհ, շոկոլադե տուփ։ 3 2 1 Գալուս տարբերակ ունեք։ Չէ, ճիշտ Ընդհանրապես եք պատկերացնում։ Որ ֆիլմի հերոսն էր, որ միշտ նստած էր նստարանին, շոկոլադե տուփով, ուտելով պատմում էր իր կյանքի պատմությունը, որից հետո այո, տեղի ունեցավ այն հրաշքը, ինչը որ տեղի ունեցավ Forrest Gump ֆիլմներ իրականում, Սամվել, այն ավաղ ձեզ միավորներ չի բերում, բայց որպես դերասան ասեմ, որ ծափահարությունները միշտ ոգևորող են, այնպես որ խաղը դեռ շարունակվում է եւ 4-րդ ենթափուլն է։ Կկարդամ հուշում ֆիլմի բովանդակության կամ վերնագրի մասին։ Համատեքստից դուրս այդ հուշումները գուցե ոչ մի ընդհանրություն չունեն ֆիլմի հետ, սակայն տրամաբանության ու երևակայության օգնությամբ կարող եք գտնել ճիշտ պատասխանը։ Եթե դա բավարար չէ, էկրանին կհայտնվի նաև հուշող կադր։ Հուշումը ձեզ համար է, Գալուս։ Մուլտֆիլմ հմայիչ ավազակի, առասպելական էակի, կամակոր պրիմատի եւ սեփական կարծիք ունեցող գործվածքի ջանքերով արքայադուստր գերելու մասին։ Ալադին։
Սեղմեք։ Մի հատ էլ ասեք։ Ալադին։ Բրավո, Ալադին։ Հիանալի է։ Սամվել ձեզ համար եմ ընթերցում։ Ես հույս ունեմ, որ դուք տակ ճիշտ պատասխան ու մենք շարունակենք մեր խաղը։ Ֆիլմ Մենդելեևի պարբերական աղյուսակի 79-րդ տարից բաղկացած անչափահաս միասմբակավոր կաթնամսատուի մասին։ Սամվել։ Չկա պատասխան։ Ոսկեհորդ։ Ոսկեհորդ, այո։ Շարունակում ենք։ Դրամաբանական շղթա 4 ֆիլմերից 3-ն ինչ-որ օրինաչափությամբ ինչ-որ ընդհանրությամբ կապված են։ Դա կարող է կապ ունենալ սյուժետի, դերասանների, ռեժիսորի, կերպարների, վերնագրերի ու այլ բաների հետ։ Պետք է կարողանալ կռահել այդ շղթան եւ հասկանալ, թե որ 4-րդն է ավելորդ։ Խնդրեմ, Գալուստ։ Ֆիլմերը գիտեք։ Ոչ բոլորը։ Առաջինը գիտեք։ Բայցովսկի կլուբն է։ Ահա, մարտական ակումբ։ Երկրորդը։ Ինչպես։ Երկրորդը չգիտեմ, բայց իմ կարծիքով երրորդն է ստեղ ավելորդ։ Ինչու։ Զուտ տրամաբանությամբ։ Ինչ տրամաբանությամբ, որ տրամաբանությամբ։ Ինձ թվում է մնացած բոլոր ֆիլմերում Բրեդ Պիտը դերակատարում է ունեցել։ Ֆիլմերով անցնենք, հա, մարտական ակումբ։ Մարտական ակումբն է։ Սկիզբ։ Սկիզբն է։ Երրորդը հիշում եք որն է, որը կարծում եք ավելորդ է։ երրորդը։ Իսկ դեմքը ծանոթ է։ Պարոնի ով աշխարհը փոխեց։ Էյնշտեյնին։ Ահա։ Օփենհայմեր, իհարկե երկուսն էլ փոխել են։ Եվ վերջինը Նոլանի կինոներից է, չէ՞ սա։ հիշիր։ Դուք մրցակցության մեջ եք դեռ Սամվել։ 3-2 եք ձեր պատասխանը։ Առաջինը։ Այս դեպքում։ Ինչու։ Մնացած բոլորը Նոլանի ֆիլմերն են։ Սեղմեք ձեր խաղընկերոջ ձեռքը եւ նրան շնորհակալություն հայտնեք։ Շատ բավականին ճիշտ ուշադրություն։ Այո, եւ ճիշտ է։ Մարտական ակումբ առաջին ֆիլմն է ու դուք նրա ձեռքը սեղմելով մնացիք խաղի մեջ, բայց Սամվելին հրաժեշտ ենք տալիս։ Սամվել, ես ձեզ ասացի դուք դեռ մրցակցության մեջ եք, բայց հավատացեք յուրաքանչյուր բարի գործ անպայման վերադառնում է։ Ես ձեզ մաղթում եմ հաջողություն, իսկ ձեզ հետ կհանդիպենք սուպեր խաղում։ Նա արդեն հաղթել է, բայց հաղթանակը կարող է էլ ավելի հիշարժան լինել։ Ընդամենը 120 վայրկյան եւ 7 ֆիլմ գուշակելու հնարավորություն։ Մեր սուպեր խաղացողը Գալուստը ինձ հետ պատրաստ է սկսելու սուպեր խաղը։ Գալուստ, ինչպես է տրամադրությունը։ Շատ բարձր տրամադրությամբ։ Շատ բարձր տրամադրությամբ։ Ես ցանկանում եմ հիշեցնել, որ ժամանակը սկսելու պես այն կանգ չի առնելու ինչպես կյանքում 120 վայրկյանները գնալու են դեպի եթհաշվարկ եւ այդ ընթացքում դուք ունեք 7 ֆիլմ գուշակելու հնարավորություն։ Ցանկալի է, որպեսզի վստահության դեպքում սեղմեք կոճակը տակ ճիշտ պատասխան, եթե փոքր-ինչ կասկած ունեք, ավելի լավ է հնչեցնել հաջորդը հրահանգը, մենք հետո կվերադառնանք չգուշակված ֆիլմերին։ Ծափահարություններով եւս մեկ անգամ ողջունենք հայոց երկրի հայ շինարար Գալուստին եւ սկսում ենք սուպեր խաղը, ժամանակը գնաց։ Շռեք։ Ճիշտ է։ Իշտապեք։ Բոնդ։ Ջեյմս Այո, համաձայն եմ։ Կազինո Ռոյալն է, բայց Բոնդ սերիայից, շատ ճիշտ է։ Կարլստոնի մուլտֆիլմն է։ Մանչուկը եւ Կարլսոնը, ճիշտ է։ Հաջորդը։ Էյս Վենտուրայի երկրորդն է։ Այո, Էյս Վենտուրա ընտանի կենդանիների խուզարկուն։ Ուրվականներ որսացողները։ Ճիշտ է։ Վիժևշին։ Ողջ մնացածը ճիշտ է։ Ջարեդ Լետոնը, թե՞։ Ջարեդ Լետոնից։
Նորից գնում է, դեռ ժամանակ ունեք։ Այդքան էլ լավ չի վաճառվել, ինչքան որ ծախսն է եղել։ Հայտնի էր ինքը նաև այդ փաստով։ Մոր։ Չգիտեմ, չեմ տեսել ֆիլմը։ Մենք այդպես էլ հասկացանք Morbius ֆիլմներ, որը կարող էր ձեզ տալ Օսկար, բայց ավաղ, ոչինչ, փոխարենը մեր գործընկերոջ կինոպարկի կողմից ես ձեզ հանձնում եմ Տոմսեր սպասված ֆիլմերը դիտելու համար, գալու շնորհավորում եմ ձեզ, իհարկե ոչինչ, որ կինոյի Օսկարին չարժանացաք, բայց դուք ցուցաբերեցիք փայլուն խաղ եւ մեզ հետ հասակ մինչև սուպեր խաղ ու այսօրվա մեր խաղի առաջատարն եք։ Դրա համար առաջին սիրո երգը ստեղծագործությամբ էլ ավարտվում է մեր այսօրվա եթերը։ Ստոպ, նկարահանված է, բոլորին շնորհակալություն, բոլորն ազատ են։ Մաեստրո, խնդրեմ, action։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։